Ղուկասյան, կխնդրեմ նախ ներկայացնեք մի փոքր ակնարկ, պատմական ակնարկ եկեղեցի պետություն հարաբերությունների մասին, ինչպես են դրանք ձևավորվել։ Եթե դա կապված է վարչապետի աթոռը զբաղեցնողի երեկվա եւ այսօրվա խոսքերի ու հայտարարությունների հետ, ասեմ, որ առաջին հերթին հայ եկեղեցու հիմնադիրը ոչ թե Գրիգոր Լուսավորիչն է, այլ Քրիստոսի առաքյալները Թատևոս ու Բարդուղիմեոսը, այնպես որ ինչպես ինքն ասում, հարտնացավ հրով արտակտվեց, այսպիսի բան գոյություն չունի։ Հետագայում ավանդությունը մենք բոլորս գիտենք, այդ ավանդությունը պատմում է, թե ինչպես Տրտատ երրորդ տանջանքների ենթարկվեց, հետո բուժվեց, հավատաց քրիստոնեության զորության մեջ եւ դարձավ քրիստոնյա։ Ես որ հետո էլ տարավ զորքը ժողովրդին Արարատանի ակունքներում այսպես մկրտվեցին եւ այսպես մենք դարձանք քրիստոնյա։ Սխալ է տարածված ժողովրդի մեջ եւ նույնիսկ մասնագետների շրջանում թե Տրտատ երրորդը հրովարտակ է տվել, այդպիսի բան չկա։ Ես Ագաթ Անգելոսի պատմությունը բազմիցս նայել եմ, որ մի տող գտնեմ, այդպիսի բան չկա, ինչպես Կոստանդինը մեծը տվեց 313 թվականին Միլանի հրովարտակը։ Ու դրանից հետո երբ եկեղեցուն եւ այսպես պետությունը սկսեցին համագործակցել, տարածել քրիստոնեությունը, այս ժամանակվանից սկսած դեն ժամանակ եկեղեցին դարձավ պետական կառույց։ Օրենսդրությունը, իրավունքը գտնվում էր եկեղեցու ձեռքին։ Նրանց միջև հակասություններ չեն առաջացել, պետություն եւ եկեղեցի փոխհարաբերությունները շատ գեղեցիկ հունով ընթացել են։ Միայն մի երկու դեպք է եղել, բայց ոչ թե այն պատճառով, որ այսպես այսօր վարչապետի նման գնա խառնվի եկեղեցու գործերին բաներ թելադրի, այլ պարզապես օրինակ ասենք Տիրան թագավորի եւ Հուսիկ կաթողիկոսի միջև առաջացավ հակասություն։ Հուսիկը դժգոհ էր միայն նրանից, որ Տիրան թագավորը դժգոհ էր նրանից, որ հետանոսությունը աշխուժացել էր, իսկ Հուսիկը դա չէր ցանկանում, որ քրիստոնեությունը դեռ լրիվ չէր հաղթանակել, նա ուզում էր, որ հետանոսությունը ընդհանրապես վերանա, այս ժողովրդի մեջ տարածվի քրիստոնեությունը։ Ու մի երկու դեպք էլ, մի դեպք էլ եղել է կապված Պապ թագավորի հետ։ Պապը ուզում էր բանակը հզորացնել, եկեղեցականները, եկեղեցու սպասավորների թիվը շատ էր, հետո կուսակրոններ շատ կային, քանայի եղբայրները գյուղում եւ այլն նրանք չեն ծառայում բանակում, որովհետեւ բանակը հզորացնել որոշեց, որովհետեւ նրանք ծառայեն, իսկ կանանց մենաստաններում աղջիկները ամուսնանան, որովհետեւ շատ երեխա կունենան եւ պետության պաշտպանության ու անվտանգության խնդիրը դրվի բարձր հիմքերի վրա։ Մնացած դեպքերում ճիշտ է, եկեղեցին կատարում էր իր հոգևոր սպասարկումը, մարդկանց հոգևոր կարիքներ էր բավարարում, պետությունը նրա քաղաքական, մյուս քաղաքացիական, բայց հանրային դեպս միշտ ձեռքի տված են եղել։ Մեր կաթողիկոսների շատերը թագավորի հանձնարարությամբ գնացել են դիվանագիտական առաքելության եւ շատ հարցեր են լուծել։ Օրինակ ասենք, այս Ներսես մեծը գնաց Բյուզանդիա եւ իր մեր Արշակ երկրորդի եղբոր որդիներին ազատեց բերեց Հայաստան։ Այսինքն, երբ պետության շահը պահանջում էր, եկեղեցին կանգնած էր պետության կողքին։ Եվ այդպես, իսկ պետականության բացակայության պայմաններում եկեղեցին առավել եւս իր վրա վերցրել պետական եւ քաղաքական մի շարք գործառույթներ եւ պահպանել է մեր ժողովրդի ամբողջականությունը, միասնությունը, քանի որ նրա իշխանությունը տրազում էր ոչ միայն Հայաստանում մեր Հայաստանի թեմերի, այլ նաեւ դրսի թեմերի վրա, այնպես որ այդպիսի հակասություններ չեն առաջացել։ Ղուկասյան, դուք ձեր խոսքում ասացիք, որ եկեղեցի պետություն հարաբերությունները շատ գեղեցիկ եւ ճիշտ հունով էին ընթանում, ինչու մեր օրերում այդ հունը շեղվեց։ Մեր օրերում այդ հունը շեղվեց, որովհետև պետությունը սկսեց միջամտել, ավելի պետությունը չէ, իշխանությունները որոշեցին միջամտել եկեղեցու գործերին։ Վարչապետը միեմսի, ոնց ասեմ, անհեռատես գաղափար մտցրեց, որ գոյություն ունի իրական Հայաստան։ Իրական Հայաստան գոյություն ունի եւ եկեղեցին պետք է ծառայի այդ իրական Հայաստանին։ Իսկ դա հնարավոր չէր, որովհետև եկեղեցին ամենայն հայոց ամբողջ հայության շահերն է ներկայացնում եւ նա չէր կարող անմասն մնալ այն ծանր իրավիճակից, որի մեջ գտնվում է այսօր Հայաստանը։
դրա համար էլ այսպես հագասություն առաջացավ, ոչ թե հագասություն առաջացավ, ինքը արհեստական օրակարգ բերեց այդ հարցը, այնպեսի կեղտոտ միջոցառումներ, ինչպիսին այդ կուսությունը եւ այլն, ասեմ ձեզ, այդ դրա պատմությունն էլ է հետաքրքիր, ինքը Գրիգոր Լուսավորիչը, Տիրանը, բոլորը մինչև Սահակ Պարտերն էլ հետը, նրանք բոլորն էլ ամուսնացած էին։ Ինչու դա արվեց, որովհետեւ որ եկեղեցու կալվածները շատացավ, որովհետեւ կաթողիկոսի ժառանգների միջև չբաժանվեր այդ կալվածներից, պահպանվեր եկեղեցու միասնությունը, այսի կարգ ընդունեցին։ Իսկ հիմա ինքը, քանի որ ամբողջ իշխանությունից ձեռքն է կենտրոնացրել, եկեղեցին համազգային կառույցը ուզում է դա էլ կոտրել եւ աշխարհիկացնել եկեղեցին։ Եվ կաթողիկոս նշանակվում է այնպիսի մարդ, որը ծառայելու է իրենց իշխանության շահերին։ Սա շատ ահավոր եւ վտանգավոր քայլ է։ Այսինքն նա տանում է եկեղեցին աշխարհիկացման։ Եվ բացի դրանից այսօր շատ ծանր վիճակ է։ Եթե դա էլ այդպես լինի, պատկերացնում եք, մենք մեր երկրում մենք կորցնում ենք մեր ազգային ինքնությունը, կորցնում ենք այսպես ինքնապահպանման բնազդ է առաջացել, պատկերացնում եք եկեղեցու ավանդական բոլոր կարգ ու կանոնը չլինի, հայրենասիրությունը, հերոսությունը չկա եւ ազգային արժեքները չկան, փաստորեն մենք մեր երկրում, մեր պետության մեջ ինքնապահպանման խնդիր ունենք։ Եվ դա այդ ինքնապահպանման վերացմանը նպաստում է հենց այսօրվա իշխանությունների քաղաքականությունը։ Պարոն Ղուկասյան, կարող ենք ասել, որ պատմությունից դեռևս եկած է, որ սովորաբար եկեղեցին է իշխանություն ունենում պետության որոշակի հարցերի շուրջ, այլ ոչ թե հենց իշխանությունը ազդեցություն ունենա եկեղեցու վրա։ Իհարկե, միշտ ասենք պետության ազգի համար ծանր ժամանակներում իշխանությունները միշտ էլ զրուցել են մեր հայրապետների հետ, լսել նրանց խորհուրդները եւ շատ անգամ առաջնորդվել այդ խորհուրդներով։ Այս մարտը, որ ուզում է բռնապետություն հաստատի, ոչ մի խորհուրդ, ոչ մի իրավունք չի ճանաչում, միայն թե իր ասածը կատարի։ Իհարկե եղել է ու միշտ այդպես է եղել։ Օրինակ, քանի անգամ Հովհաննես Դրաստանակերտի կաթողիկոսը, որ նաև պատմիչ է, քանի անգամ ուղարկվել են, նստել են, քննարկել են, զրուցել են Սմբատ առաջինի ժամանակ, Աշոտ երկաթի ժամանակ, այնպես որ այդ հարաբերությունը միշտ լավ են եղել, ի շահ ծառայել են ազգին եւ պետությանը։ Երբ եկեղեցին հայտարարություններով է հանդես գալիս, սովորաբար կամ եկեղեցու ներկայացուցիչները սովորաբար հղում են անում հենց պատմությանը եւ ասում, որ նման ժամանակաշրջաններ միշտ են եղել եւ եկեղեցին թերևս միշտ դուրս է եկել այդ իրավիճակներից, այսօր եկեղեցին կկարողանա դուրս գալ եւ ինչ քայլերով։ Սա շատ բարդ հարց է, բայց քանի որ արհեստական ստեղծած հարց է, ինձ թվում է, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել այս վիճակը, միայն թե չգիտեմ ինչի մի բան մտավ այդ վերջին տարիներին մեր ժողովրդի մեջ, անտարբերությունը։ Այդ անտարբերությունը ամենամեծ թշնամին է դարձել մեզ։ Մարդիկ հարցը նուկել եք, հարցազրույցներ եք վերցրել ճանապարհներին մոտենում, ասում են դե մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, չենք, բայց դա քաղաքականություն չի, դա ազգի ժողովրդի գոյության խնդիրն է։ Պետք է կարողանանք համախմբվել, անտարբերությունը առաջին հերթին մեր միջից անել եւ թույլ չտալ այնպիսի քայլերի, որ այսօր անում է վարչապետը։ Նույնիսկ ես այն օրը Գյումրի սկեղծ պատարակից հետո Ալեն Սիմոնյանն ասում է, թե ես կարծում եմ, որ հաջորդ պատարակը պետք է բան արվի Էջմիածնում։ Այսինքն հրահրում են, սրում են։ Այստեղ ով մի խոսք ասում է այս իշխանության քաղաքացիների մասին, նա դառնում է դրանց թշնամին, բայց իրականում այդ մարդիկ ոչ թե թշնամի են, այլ պետականության կրողն են, իրոք պետականության կրողն են։ Այսօր նաև հաջորդ քայլը պառակտումը պետք է մեր միջից անենք։ Ահավոր պառակտված ենք։ Երրորդ ուղին մեր մտավորականության մասն է խոսքը քնած են։ Այնպեսի մենք շարքային մտավորականներս այնպեսի մեծ հեղինակությունը եսում չունենք։ Այսօր մեր հեղինակավոր մտավորականները պետք է դուրս գան, ասեն իրենց խոսքը, ինչպես 88 թվականի Արցախյան Ղարաբաղյան շարժման ժամանակ։ Իսկ չգիտեմ ինչու, եթե չկարողանանք այդ բոլորը համախմբել եւ հասնել են բանին, որ ինքը հասկանա ինչ անում, հրաժարական տա, ինձ թվում է շատ ավելի վատ իրավիճակներում ենք հայտնվելու։
Ղուկասյան, նաև երեկվա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, ըստ այդ հայտարարությունների մենք դարձանք քրիստոնյա, որովհետև իշխանությունը այդպես որոշեց այս կարծիքի հետ։ Ես մի քիչ առաջ այդ պատմություն ներկայացնելուց ասեցի, ինքը չգիտի պատմությունը, ինչ է նշանակում իշխանությունը ստեղծեց։ Հակառակը եղավ, երբ որ Տրտակ երրորդը Հռոմից վերադարձավ, նա ասենք պահանջեց, որպեսզի հետանասացվածներին զոհեր մատուցեն, նրանց մեջ էր Գրիգոր Լուսավորիչը, որը չարեց այդ քայլը։ Այստեղ ավանդությունը մեզ ասում է, որ ոչ թե պետությունը ստեղծեց եկեղեցին, այլ եկեղեցի քրիստոնեության ընդունումը նպաստեց, որպեսզի մենք կարողանանք ստեղծել մի կառույց, որը օգնի իշխանությանը։ Օգնի իշխանություններին մեր պետությանը տեր կանգնելու, պահպանելու մեր երկրի, մեր սահմանների անվտանգությունը։ Ինչ է նշանակում իշխանությունը։ Իշխանությունը ոչ մի բան չի արել։ Ասում եմ, Տրտակը հասկացավ այդ քրիստոնեության զորության մեջ, որ ինքը բուժեց, ինքը դարձավ քրիստոնյա ընդամենը։ Իսկ որպեսզի ժողովուրդները դառնան, պետք է մկրտվեին։ Տարանարացի գետում մկրտվեցին, եւ դա իշխանության հետ կապ չունի։ Եկեղեցու հեղինակությունը երբեմն շատ ավելի բարձր է եղել, որպես ազգային կառույց, քան իշխանության հեղինակությունը։ Իսկ կարող ենք ասել, որ մեր օրերում էլ հիմա եկեղեցու հեղինակությունն ավելի բարձր է։ Ես եկեղեցու պատմության դասարկի հեղինակներից մեկն եմ եւ եկեղեցին մենք համատեղ որոշեցինք, որ այսօր մեր դպրոցներն ունենան եկեղեցու պատմություն, որտեղ մոտ 70 տարի կդրվել են եկեղեցուց մեր ժողովուրդը եւ աղանդավորությունները շատացել, նրանց դեմ պայքարելով որոշեցինք այդպես կառույց ստեղծել եւ ահագին դա դրական դեր խաղաց այդ մտցրեց քրիստոնեական եկեղեցական արժեքներ դպրոցում։ Եվ այն սերունդը, որի կյանքը տվեց 90-ական թվականներին, 2000-ական թվականներին, դա հենց նաև եկեղեցու ավանդույթները, արժեքները սորելու իմանալու շնորհիվ էր։ Երեք նաև այդ հայտարարության մեջ անդրադարձ եղավ Մեսրոպ Մաշտոցին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նա պետական պաշտոնյա էր եւ մտավ եկեղեցի ու դարձավ կրոնավոր կրթության մեջ լինելու համար միայն եւ այդ ոլորտում աշխատելու համար։ Ես չգիտեմ այդ մարդը, երևի նոր խորենացի ու նոր բյուզանդ է դարձել, երևի բաները անում, այդպիսի բան գոյություն չունի։ Մեսրոպ Մաշտոցը եկավ ծառայության մտավ Արքունիքում։ Դեպիր էր աշխատում, Արքունիք, գրագետ էր, հունարեն, պարսկերենին եւ այլն տիրապետում էր, իսկ հետո երբ որ նա տեսավ քրիստոնեության քարոզը օտար լեզվով է եւ դա չի նպաստում արագ քրիստոնեության տարածմանը, նա հետո դարձավ զինվորական, թողեց եւ զինվորականություն եւ ամեն ինչ գնաց Գողթն գավառը քրիստոնեություն քարոզելու, որտեղ Գողթնում հետանասությունը շատ ամուր էր։ Հետո այդ քարոզի ընթացքում հասկացա, որ բանավոր քարոզը միայն քիչ էր, անհրաժեշտ էր թարգմանել։ Նա ինչ պաշտոնյա, նա թողել է Արքունիքը, թողել է պալատը, գնացել է քրիստոնեություն քարոզելու։ Ոչ մի կապ չուներ նա այդ արժետ եւ նա միայն Սահակ Պարտևի միջոցով ներկայացան Վրանշապուհին, խնդրեցին, որպեսզի վիճակ կա ինքը օժանդակի եւ հետո այդ կաված Դանիելյան գրերի բերելը։ Նա ոչ մի պետական պաշտոնյա էլ չի եղել այն ժամանակ, երբ որ նա որոշեց Աստվածաշունչը թարգմանել եւ քրիստոնեությունը շատ արագ տարածել մեր երկրում։ Ասում եմ, որ էլի հենց այդ օրվա իշխանության շնորհիվ է, որ հնարավորություն տվեցին Մեսրոպ Մաշտոցին, հա, գնալ այդ։ Շատ լավ է, ձեզանից այդ ինֆորմացիան լսեցի, բայց նախաձեռնությունը եղել է Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարտևինը, նրանք են դիմել Վրանշապուհին, գիտեք ինչ, որ հասական վիճակում էր գտնվում պետությունը։ Արևմտյան Հայաստանում պետականությունը վերացել էր, Արևելյան Հայաստանում էլ պետականության վերացման շեմին էր։ Մեզ մի գաղափարախոսություն, մի հոգևոր զենք էր պետք դրանց դեմ պայքարելու համար։ Եվ հենց դա առաջին հերթին վերաբերում Մեսրոպ Մաշտոցի նախաձեռնությանը եւ դրան միացել է նաեւ Սահակ Պարտևը եւ ողջունել է թագավորը, ողջունել է ճանապարհը բացի, այսինքն նպաստել է, որ իրենք այդ բանը իրականացնեն։ Այնպես որ դա Վրանշապուհի թագավորի նախաձեռնությունը չի եղել։ Եվ Մեսրոպ Մաշտոցը ոչ մի կապ չուներ այդ ժամանակ ոչ մի պալատական կամ արքունական գործերի հետ։ Եվ անդրադառնալով նախորդ օրվա հայտարարություններին, պարոն Ղուկասյան, ինչու եկեղեցիների վրա չի կարող լինել Հայաստանի Հանրապետության եռագույնը եւ պատարագներից առաջ հնչի օրհներգը։
Գիտեք, ես մի քիչ առաջ իմ խոսքում ասեցի, որ այս մարտը ուզում է իր ստեղծած այսպես այդ գաղափարի շուրջը հավաքմբի ամբողջ ժողովրդին, իրական Հայաստանի, փոքրիկ Հայաստանի եւ դրա համար քայլեր է անում աշխարհիկացնել եկեղեցին։ Բան չէ միջամտում այդ բոլոր գործերին։ Հիմա ասում է թե դրոշը պետք է լինի եւ այլ իհարկե մենք հարգում ենք դրոշը մեր համար մեր ազգային պետական սրբությունն է, բայց դա կապ չունի հոգեվոր ծառայության հետ։ Պատկերացնում եք, այնտեղ հնչում են, ասենք հաղորդության բան նվիրած պատրակն է եւ հանգարց ելնեն օրներ կբան անեն։ Դա էլի եմ ասում քայլ է անում նախ երկու խնդիր ուզում լուծել դրանով ավելի սրել հագասությունները եւ երկրորդը տանել դեպի աշխարհիկ բանը եկեղեցին ու MC մարդ ունдрեն որը ամբողջովին ծառայի իրենց իշխանությանը